Գլյուկոզան և ածխաջրատային փոխանակությունը օրգանիզմի էներգիայի ապահովման հիմնական աղբյուրներն են։ Գլիկեմիան գլյուկոզայի կամ շաքարի խտությունն է արյան մեջ։ Գլիկեմիկ ինդեքսը կարող է փոփոխվել կախված օրվա ժամից, սննդի ընդունումից, տարիքից, սեռից և այլ գործոններից։ Գլյուկոզայի մակարդակը արյան մեջ պարզելու համար անհրաժեշտ է արյան հետազոտություն կատարել։ Ճիշտ ցուցանիշ ստանալու համար արյունը քննության համար պետք է հանձնել առավոտյան և սոված ժամանակ։ Արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը 3,3-ից մինչև 5,5 է։ Երբ օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը, հյուսվածքների բջիջները դադարում են գլյուկոզան նորմալ յուրացնել և այն սկսում է կուտակվել արյան մեջ։ Անհանգստանալ պետք է, երբ քաղցած ժամանակ գլյուկոզայի քանակը արյան մեջ կազմում է 5,6-ից մինչև 6,9։ Այս թվերը խոսում են գլյուկոզայի ոչ նորմալ մակարդակի և նախադիաբետիկ վիճակի մասին։ Նման դեպքերում շաքարային դիաբետ չի ախտորոշվում, բայց առկա է զարգանալու ռիսկ։ Անհրաժեշտ է փոխել ապրելակերպը, ճիշտ սնվել, զբաղվել ամենօրյա մարմնամարզությամբ։ Այդքանը կարող է բավարար լինել իրավիճակը վերահսկելու և անգամ դիաբետը կանխելու համար։ Շաքարային դիաբետ ախտորոշվում է, երբ գլյուկոզան արյան մեջ 7-ից բարձր է։ Ժամանակին անհրաժեշտ բուժում չստանալու դեպքում յուրաքանչյուր պահի կարող է զարգանալ դիաբետիկ կոմա։ Ինչպես որոշել գլյուկոզան արյան մեջ։ Սովորաբար արյան մեջ գլյուկոզան որոշվում է ցանկացած պատճառով արյան հետազոտության դիմելիս, հատկապես եթե բուժառուի տարիքը 50-ից բարձր է, ունի ճարպակալում, խոլեստերինի ավելացում և բարձր զարկերակային ճնշում։ Բոլոր դեպքերում արյան և մեզի հետազոտությունները պետք է վերցնել սոված ժամանակ։ Եթե հիվանդի մոտ արդեն ախտորոշված է շաքարային դիաբետ, նա պետք է գլյուկոզայի մակարդակը որոշի ամեն օր, նախաճաշից առաջ։ Այդ նպատակով օգտագործվում է գլյուկոմետր։ Գլյուկոմետրը սարք է, որի մեջ ներդրվում է մատից վերցված արյամբ ներծծված թեստային շերտիկը։ Մյուս թեստերը, օրինակ գլիկոզիլինային հեմոգլոբինը, օգտագործվում են դիաբետով հիվանդների կամ հեստացիոն շաքարային դիաբետի զարգացման ռիսկով հղիների մոտ։ Ոչ դիաբետիկ մարդկանց մոտ, չնայած սննդի ընդունման փոփոխական ընդմիջումներին կամ ածխաջրերի զգալի բեռով կերակուրների սպառմանը, արյան գլյուկոզայի մակարդակը հակված է մնալ նորմալ միջակայքում։ Այնուամենայնիվ, ուտելուց անմիջապես հետո արյան գլյուկոզայի մակարդակը ոչ դիաբետիկների մոտ ժամանակավորապես կարող է բարձրանալ մինչև 7-8 մմ, կամ մի փոքր ավելի։ Արյան և մարմնի հեղուկների մեջ գլյուկոզի իրական քանակը շատ փոքր է։ 75 կգ քաշ ունեցող չափահաս տղամարդու մոտ, որի արյան ծավալը 5 լիտր է, գլյուկոզի մակարդակը 5,5 մմ է, կազմում է 5 գրամ, որը համարժեք է մոտ 1 թեյի գդալ շաքարավազի։ Գլյուկոզի այդքան փոքր քանակի պատճառներից մեկը այն է, որ բջիջներում գլյուկոզի ներհոսքը պահպանելու համար ֆերմենտներն այն մոդիֆիկացնում են, դրան ավելացնելով ֆոսֆատ կամ այլ խմբեր։ Մարդկանց մոտ գլյուկոզայի պատշաճ մակարդակը պահելը անհրաժեշտ է մի շարք հյուսվածքների, ներառյալ ուղեղի, որը ծոմ պահող և նստակյաց մարդկանց մոտ սպառում է արյան գլյուկոզայի մոտավորապես 60%-ը, նորմալ գործելու համար։ Արյան մեջ գլյուկոզայի մշտական բարձրացումը հանգեցնում է գլյուկոզայի թունավորության, որը նպաստում է բջիջների դիսֆունկցիայի և պաթոլոգիայի, շաքարախտի բարդությունների։ Գլյուկոզայի մակարդակը սովորաբար ամենացածրն է առավոտյան, օրվա առաջին կերակուրից առաջ, իսկ ուտելուց հետո 1 կամ 2 ժամով բարձրանում է մի քանի միլիմոլով։ Ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է արյան շաքարի սկզբնական աճի, իսկ հետագայում հակված է նվազեցնելու մակարդակը։
Բացի այդ, որոշ դեղամիջոցներ կարող են բարձրացնել կամ նվազեցնել գլյուկոզայի մակարդակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո քայլելը կարող է օգնել պահպանել արյան շաքարի մակարդակը։ Օրգանիզմի կողմից յուրացրած ածխաջրերը վերածվում են շաքարի, գլյուկոզայի։ Երբ ամեն ինչ լավ է գործում, ենթաստամոքսային գեղձը թողարկում է ինսուլին։ Այս հորմոնը գլյուկոզան տեղափոխում է բջիջներ։ Օրգանիզմը կարող է այն օգտագործել էներգիա ստանալու համար։ Հակառակ դեպքում կարող է կտրուկ բարձրանալ արյան շաքարի մակարդակը։ Ենթաստամոքսային գեղձի բավարար չափով ինսուլին չարտադրելը առանց բավարար ինսուլինի գլյուկոզան մնում է արյան մեջ և բարձրացնում է արյան գլյուկոզայի մակարդակը։ Սա առաջին տիպի շաքարախտի բնորոշ նշանն է, բայց հաճախ նկատվում է նաև երկրորդ տիպի շաքարախտի դեպքում։ Օրգանիզմը արտադրում է ինսուլին, բայց այն ճիշտ չի օգտագործվում։ Սա կոչվում է ինսուլինի դիմադրություն և կարող է նաև առաջացնել արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ։ Այն սովորաբար դեր է խաղում երկրորդ տիպի շաքարախտի դեպքում։ Ժամանակի ընթացքում արյան գլյուկոզայի բարձրացումը հանգեցնում է արյան անոթների վնասմանը։ Վնասված արյան անոթները հանգեցնում են լուրջ բարդությունների, ինչպիսիք են շաքարախտի հետ կապված ռետինոպաթիա, որը կարող է կուրության պատճառ դառնալ, շաքարախտի հետ կապված նեֆրոպաթիա, որը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության, սրտի կաթված, նյարդային վնաս, նեյրոպաթիա։ Կան բազմաթիվ եղանակներ արյան գլյուկոզան առողջ միջակայքում պահելու համար, այդ թվում ուտելուց հետո կարճատև քայլելն է։ Այն կանխում է արյան գլյուկոզայի մակարդակի բարձրացումը, կայուն պահում է ինսուլինի մակարդակը։ Ցանկացած ֆիզիկական գործունեություն օգտակար է արյան գլյուկոզի համար։ Ժամանակի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը օգնում է մարմնին ավելի արդյունավետ օգտագործել ինսուլինը, նվազեցնել ինսուլինի դիմադրությունը, որը հաճախ նկատելի է շաքարախտի դեպքում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդամենը 2-ից 5 րոպե քայլելը կարող է մի փոքր իջեցնել արյան գլյուկոզան։ Եթե ունեք դիաբետ, ապա առողջ ապրելակերպը արյան գլյուկոզան թիրախային միջակայքում պահելու մի մասն է կազմում։ Արյան գլյուկոզայի բնական կառավարման համար լավ սովորությունները ներառում են առողջ սնվելը, պարբերաբար մարզվելը, սթրեսի կառավարումը։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ և հետևեք այս խորհուրդներին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և հավանել տեսանյութը։